Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք շարունակում ենք Հայաստանի ողջ տարածքում փնտրել, գտնել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկների մարդիկ, ովքեր իրենց կյանքը տալիս են առողջապահության ոլորտին, հանրային առողջապահությանը։ Եվ այսօր մենք գտնվում ենք Ապարան քաղաքում եւ բացահայտել ենք Ապարանի իսկապես լավագույն բժշկուհուն, ով մեզ վստահաբար շատ պատմելու բան ունի։ Ես ներկայացնեմ նրան սիրով Սուզան Գևորգյան, գաստրոէնտերոլոգ, նա իր կյանքի 17 տարիներն է նվիրել առողջապահության ոլորտին եւ ուշադրություն ընդհանուր առմամբ ունեցել է շուրջ 70,000 բուժառու։ Սա իհարկե պատվի արժանի աշխատանք է։ Փորձենք հասկանալ ինչպես է հաջողացրել առհասարակ երիտասարդ տարիքում նման կենսագրություն կերտել։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, շատ հուզված եմ, որ ես ընդգրկված եմ 100 լավագույն բժիշկների ցանկում, անսպասելի էր իմ համար։ Ինչ ասեմ, աշխատում եմ այստեղ 2008 թվականից որպես գաստրոէնտերոլոգ, այնուհետև վերապատրաստվել եմ թերապևտ, մոտ 12 տարի աշխատել եմ որպես թերապևտ։ Շատ լավ, հրաշալի։ Գիտեք, ինձ շատ հետաքրքիր է, տեսեք, սովորաբար հաջող կարիերա անող բժիշկները, երբ որ Երևանում ավագարտությունը ստանում են եւ ավարտում են, ցանկանում են մնալ, բայց կան ձեր նման ազնվագույն մարդիկ, ովքեր վերադառնում են պարտադիր իրենց քաղաք եւ աշխատում են միշտ միևնույն տեղում։ Այդ սկզբունքային որոշումը ինչու կայացրեցիք, արդյոք դա կապված է Ապարանը շատ սիրելու հետ, թե ինչով է պայմանավորված։ Երևի հա Ապարանը, իմ ծննդավայրը, ես շատ սիրում եմ ու երևի թե ուրիշտեղ, չգիտեմ, ինչ չի էլ պատկերացնել իմ ազգաբնակության հետ տանել աշխատանքներ, զբաղվել իրենց առողջությամբ երևի թե ամենալավագույն պրոցեսը կլիներ, չգիտեմ։ Շատ լավ։ Եվ ես մեր հեռուստադիտողների համար պարտադիր պիտի նշեմ, որ բժշկուհուն հենց ապարանցիներն են ընտրել, համայնքապետարան, ապարանցիներ, եւ այս դժվար ընտրության փուլում շնորհակալ ենք բոլորին մեզ աջակցելու համար եւ իսկապես լավ ընտրություն կատարելու համար։ Բժշկուհի, վերադառնանք մասնագիտական այսպես խնդիրներին, ես ուզում եմ հարցնել աղեստամոքսային համակարգը պաշտպանելու լավագույն միջոցները, հատկապես հիմա, երբ սննդամթերքի մաքրության վրա այդքան վստահ չենք կարող լինել, սկսած միրգ բանջարեղենից վերջացած արտադրված պրոդուկտները, ինչ կարևոր խորհուրդներ կառանձնացնեք, որպեսզի պաշտպանենք մեր աղեստամոքսային համակարգը։ Նախ եւ առաջ կանոնավոր սնվել, փորձել առողջ սնվել։ Դե մնացածն երևի թե ամեն մեկը ինքն է նախընտրում սննդակարգը ոնց լինի առողջ թե վնասակար։ Շատ լավ, իսկ որոնք պիտի լինեն այն ազդակները, որ պարտադիր պետք է գնալ գաստրոէնտերոլոգի մոտ, այսինքն ինչպես հասկանալ, որ արդեն կա խնդիր։ Շատ հաճախ վերջերս լսում էի, որ օմեպրազոլ անվանումով դեղորայք կա, որը ահավոր շատ են չարաշահում։ Ինչ անել, արդյոք ճիշտ է այդ դեղորայքի շատ ընդունումը եւ ինչ անել, որպեսզի բանը չհասնի, ինչպես կասեին, դիվան բաժան։ Նախ եւ առաջ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Առաջին իսկ գանգատների հետ կապված դիմել բժշկին։ Այդ գանգատները որոնք։ Գանգատները այրոցի զգացողությունը, ցավ գաստրոշրջանում, փորկապություն, փորլուծություն, աղիների անկանոն գործունեություն, հիմնականում այրոցն է շատ հաճախ անհանգստացնում բուժառուներին, որոնք որ հենց առաջին դեղորայք ընտրության դիմում են դեղատուն ու այնտեղ ձեռք բերում են օմեպրազոլ։ Դե չեմ կարող ասեմ չի օգնում է դեղորայքը, բայց դե օգտագործումը իհարկե վնասակար է ու պետք է ճիշտ օգտագործել։ Ամեն դեպքում գոյություն են սխեմաներ, որ այդ սխեմաներով պետք է բուժումը իրականացվի։ Շատ լավ, հիմա մի փոքր մեր նախագծի մասին, սա մեր առաջին ծանոթությունն է մեր լսարանի հետ, այսպես ասած, որին հաջորդելու է մեծ միջոցառումը, ամփոփիչ միջոցառումը։ Ես ուզում եմ առհասարակ ձեր վերաբերմունքը հասկանալ բժիշկներին, չնայած որ մեր նպատակն է բժիշկներին ասել շնորհակալություն, բայց ձեր դեմքով, մեր նախագծի բժիշկների դեմքով ուզում ենք բոլոր բժիշկներին ասել շնորհակալություն։ Ինչ է բժշկի մասնագիտությունը, մի երկու խոսքով խնդրում եմ ասեք ու նաև ձեր շնորհակալությունը փոխանցեք մյուս բժիշկներին։ Ցանկանում եմ նախ եւ առաջ բոլորին պինդ առողջություն,
մեր կարիքը չունենան, բայց այդ անհնար է երևի։ Լավ, եւ այստեղ է, որ այո, սիրելի հեռուստադիտողներ, երբ բժիշկները պետք է խոսեն իրենց մասին, սովորաբար ծայրահեղ համեստ են եւ ծայրահեղ լուր, եւ սա վկայում է այն մասին, որ այո, գիտեք, Հայաստանում 10,000-ից ավելի բուժաշխատող ունենք, բժիշկներ ունենք եւ պատկերացրեք մենք սարսափելի քիչ ենք լսում նրանց մասին, սարսափելի քիչ ենք ասում նրանց շնորհակալություն եւ ահա այս նախագծով մեր նպատակն է ասել ձեզ շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք դեռ հանդիպելու ենք արդեն գլխավոր միջոցառման շրջանակներում եւ իհարկե գլխավոր ասելիքի գրքի շրջանակներում։ Վերջում ձեր մաղթանքը հանրության այն մարդկանց, ովքեր ձեզ շատ սիրում են, այն մարդկանց, ովքեր ձեզ ընտրել են, ինչ ունեք ասելու։ Բոլորին պինդ առողջություն եմ մաղթում։ Ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն։ Այո, առողջ եղեք, սիրելի բարեկամներ, եւ շնորհակալ եղեք այն մարդկանց, ովքեր ձեզ պարգևում են առողջությունը, երբ դրա կարիքը ամենից շատ ունեք։ Մենք դեռ հանդիպելու ենք։